ոսկե մի առիթով, ոսկե հարսանիք ընկերներ։ Ստալին։ Еще 50 лет будете вместе, я это обещаю, да, я знаю об этом. Ես ձեզ ողջունում եմ։ 50 տարի միասին են ապրել մեր մեծ աղբեր Ղուկասը եւ նրա կյանքի կեսը տիկին Հայկ։ Մեծ աղբեր, դու ես պսակում, հայերեն, О, дочериш, լավ, ուրեմ guten Tag, давайте։ Օպա, նոր ծաղիկներ ունի մեր արսիկը, նոր արսիկ։ Բարեկամներ չկնաղ մի առիթ է Չարենցավանում, մենք եկել ենք Չարենցավանցիներ հարգանքներս մեծավ նուն ու գեղեցիկ օրահունչ և հնչեղ հարգանքներս ընձեզ ես հիմա այստեղ եմ և հարգանքներս բոլոր նրանց ովքեր կնային այս տեսանյութը իմացեք որ ես ձեզ ողջունում եմ Հովանես, ես իրանց ողջունում եմ, պայ ողջունում Ես ձեզ ողջունում եմ Ես տազա եմ սովոր, ասեմ մանես Ինչ ռոմանտիկ է Իմացեք, որ ձեզ շատ սիրում հարգում եմ, շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, մեր ալիքում միշտ ուրախ տրամադրություն է, Չարենցի արձանի մոտով ենք անցնում Հովանեսը ֆիքսում է միանշանակ, որովհետև մենք մեր մեծերին հարգել ենք, հարգում ենք ու կհարգենք, նրանք են կերտել մեր ապագան, մեր հոգեբանությունը եւ ինչի համար մենք միշտ շնորհակալ ենք լինելու։ Այսօր Չարենցավան ենք եկել ոսկե մի առիթով ոսկե հարսանիք ընկերներ 50 տարի միասին են ապրել մեր մեծ աղբեր Ղուկասը եւ նրա կյանքի կեսը տիկին Հայկեն շատ գեղեցիկ տարբերվող անուն է միջայլոց Հայկե շատ սիրեց այդ անունը դուրս շատ եկավ եւ Ղուկասի քույրիկը տիկին Սոնյան չի կարողացել ներկա գտնվի էլի հարազատներ կան հարազատների հետ միասին դրա համար որոշել են մենք գնանք մի գեղեցիկ անակնկալ անենք մեր սիրող զույգերին մեր սիրող սրտերին լավագույնը մաղթենք մի քաղցր տորթով, մի փունջ ծաղիկով եւ իհարկե շոմպայնով, որը գմփում է, տրակում է ուրախությունից։ Հիմա մենք գնանք լուծենք տորթի եւ մնացած այլ ամենի հարցերը, ինչը որ մեզ պետք է գալու։ Այսպես քաշում կանգնել ենք Չարենցավանի այն վաղտվա Սաֆարի սուպերմարկետից այս կողմ, իսկ հիմա Զովքնա։ Զովքա։ Դե գնանք էլի։ Դուր բուրը սախբեր էտի։ Հաբարի սախբեր։ Բարեկամներ, ահա, մենք կատարեցինք մեր գնումները եւ ասեմ ձեզ, որ բաբականից գազանիկ տորթ ենք վերցրել երկու սրտով, սրտային տորթ է մեր եթերում, մեր զույգը երկու սիրտ իրար կողք 50 տարի ապրելուց հետո դառնում են մեկ, բայց մենք էլի տորթի վրա առանձին ենք դրել իրարից, հիմա մենք խցանման մեջ ենք հայտնվել, փոքր ինչ Չարենցավանում, չարաճճի խցանման մեջ ենք, բայց մեր տրամադրություն դրանից չի տուժում, մի բան էլ հանում եմ 50-ը։ Տեսեք, այսպես ենք պայմանավորվել մեր տիկին Սոնյայի հետ, որ իր եղբոր 50 տարի միասին շնորհավորենք։ Ահա, գնացինք 50 տարի միասին շնորհավորելու։ Օրեսի խառնի խուրն փողոց է այս հատվածը Չարենցավանյան ընկերներ։ Խառն աջոգիր, ստիս պետք է դուրս չգանք, այնյանից դուրս կգանք։ Ուղղակի հիմա եկանք, որտեղ տորտ բան չկար մոտներս դիվերսենք, էլի։ Չարենցավանցիներ հարգանքներս մենք բան ենք անում։ Մենք հիմա շրջում ենք ձեր Չարենցավանով դուշի սրտանց եւ գնում ենք շնորհավորանքներ տեղ հասցնելու։ Հովանեսը փորձում է մի ձեռքով բացի տորթի կափարիչը չի ստացվում։ Մոտենում է Ստեփանը, ճղում է նրան եւ բացում է ի վերջո այսպես անում, նայեք, այս, ահա։ Կերներ մենք արդեն լրիվ 100%-ով պատրաստ ենք, հեսա կողի ջեբը ախպերս պետք է գալու։ Հիմա մենք սպասում ենք, որ կարմիրը փոխի կանաչի, հերվում է Սուրբ եկեղեցին, խաչակնքվում ենք ու գնում ենք դեպի մեր պատվերը, մեր Սուրբ առիթին։ Հիմա ինձ զանգում է Նազելին, Նազելի բարև, ես հիմա Չարենցավան եմ, հենց որ դուրս գամ քո հետ կկապնվեմ, Նազելի, ես հիմա Չարենցավան եմ, հենց որ դուրս գամ քո հետ կկապնվեմ։ Ես հիմա Չարենցավան եմ, հիմա վերջին պատվերն եմ տալիս ու գամ ձեր մոտ, Նազելի։ Նազելի Նազ, ես կզանգեմ քեզ, հենց որ դուրս գամ, դու հաջորդ պատվերի մի մասն ես ամ բաղկացուցիչ, այո։ Դու բաղկացուցիչ մասն ես, մեզով մեր օգնականն ես, լավ, շատ բարի թրդում ենք պարկած բանի վրայով, ճողվածքի վրայով, լավ։ Բարեկամներ ինձ էր զանգել Նազելին Նազը, ով ճանաչում է, լավ գիտի, ով չի ճանաչում, իմացեք նա բլոգերուհի է, որը ով ապրում է Վայք քաղաքում եւ բազմատեսակ այտենց բույսեր է խնամում, մեծացնում ու այտենց նկարում է այդ ամեն ինչը ու բոլորը շատ են սիրում նրա բլոգները նայել։ Նա երբեմն սուրճ է խմում բլոգների մեջ, երբեմն
ծառ է ջրում, երբեմն էլ լոբի է աճեցնում, բայց ամեն ինչ այնքան համով հոտով է անում, որ բազմահազար հետևորդներ ունի եւ հետևորդները նրան շատ են սիրում։ Մենք էլ հենց հիմա մտանք դեպի Խաչմերուկ գնացինք, գնաց 50 տարի միասին մեր զույգին հասնենք ու սեր ու հարգանքը փոխանցենք մեր նորապեսայի քույրիկի կողմից։ Ինձ թվում է այս կողմում կլինե, եթե ոսկե տարեդարձավ, այսքան չհագցնեմ խոդը։ Անուշ աղբերներ, հարգանքներս, դուք ստե առիթից եք։ Բարեկամներ, թերևս մի գավաթ սուրճ էլ չենք խմել գինացում, բայց գինաց անունը այնքան եմ տվել, որ մինիմում 2 միլիոնի տվել եմ այդ անունը, եթե ասենք բլոգերների ռեկլամացիաների գներով հաշվեմ 2 միլիոնի ասել եմ գինաց ռեստորան։ Հիմա բայց մի հատ կոֆե չենք խմել, ստե։ Հուսանք հաջորդը գինացի աշխատակազմը կնկատի այս բաստողումը եւ մեզ գոնե մի գավաթ սուրճ կհյուրասիրի, որ ասում եմ գինաց։ Հիմա գնում ենք գինաց եւ ասեմ գինացի սրահները տարբեր են, բազմազան 3 սրահ ունի մեծ։ Մենք գնում ենք երրորդը, որտեղ որ մեր հոբելյարն է, այստեղ է երրորդը։ Այստեղ, տես մերոնք են, ընդ հաստատել մերոնք են, իմ արիվ ես ջոգում եմ դեմքներից աղբեր, մերոնք են որ կան։ Ես ասենք բարի ամո արխային քաշում եմ կայնեմ։ Դեպսո, էլ ներս մտնելու մաս չկա, տեսար մեծ աղբեր։ Դրա համար եմ հարցնում, որ մեջը մարդ էլի, մտնեմ կանչեմ դուս, որ պայմանավոր ենք, որ չկա ուրեմն պետք է հելնենք հետո։ Հայ աղբեր, մտի կանչի, Այս ժիվո երկեր, աշուտ է տանքի։ Ներս ենք մտնում եւ այստեղ քնած է մեր Անուշ աղբերը, առաջին անգամ ենք նման բանի ականատես դառնում։ Չես գալի։ Թամադա ունեք աղբեր, թամադա։ Ամանը չունենք։ Բա միկրոֆոն ունեք։ Միկրոֆոն։ Ինչ են անում հիմա։ Պարում։ Այս հոբելյարը չի։ Բարեկամներ, փոքր ինչ ես խեղտվում եմ։ Լավ, ստե ոնց որ սենց ենք անում, նայ։ Մեծ աղբեր, դու ես պսակվում։ Հիշում եք որ եք աղբեր դու։ Ես 50 տարի եմ պսակված։ Գիշերվա 1000-ին։ Տունը 3 աղջիկ։ 75 տարեկան մամաս։ Հա։ Հիմա Հոլանդիայի։ Պապանա։ Քերիս։ Քերին։ Բայց բա իրա քո 50-ամյակը չէ։ Որ ասի Գերմանիայի։ Այո, ամուսնացած։ Քոննա։ Իրա, բան չես դու եկել։ Հա։ Դու ես չես տեսել, գնա ներս, գնա։ Դե, բա ինչ իմանամ։ Ինչ իմանամ, բան արեք էլի, մի հատ միկրոֆոնը, աղբերս միկրոֆոնը կտաս մտնեմ։ Լարովա։ Լավ, երաշտություն որ չլի, լուչը երաշտություն չլի, տես կխոսամ, ես այա։ Ես չգիտեմ, գիտեմ որ Յարուստա է, բայց թույլ է։ Ուրեմն Յարխուշտա է, ես չգիտեմ էլի։ Յարուստա է, հա։ Ես չգիտենալով բարողները լավ են բարեն։ Հա, սենց են անում, Յարխուշտայի տակ քնած ա մեր աղբերը, բայց մոտիկից նկա։ Դու չես պսակվում, չէ։ Աղբերն ա, աղբերներով հարսանիք եք անում, ուժեղ, հզոր։ Հզոր, առնական, հայոց պարն է, Յարխուշտա։ Գամ։ Հարգակ, բանը աղբերես, միանցրացա, հարգակներս բոլորից նատ գեղեցիկ ծապեր տանք, երաշտությունը իջացնում ենք, որովհետև այստեղ ես տեսնում եմ ուրախ մարդիկ են հավաքված, սափերի պակաս չենք ունենա և այսօրվա ամուսնացողները ուր են մեր 50 տարի միասին, սիրով սրտերը թող գան, բարև ձեզ։ Հայրեն, դոչիրիշ, լավ, ուրեմ գութն տակ։ Կատար չենք բաժանվում, մոթորերը Նույնություն ամես պետք հիմա թարգմանի ասած ես բերել եմ տես սիրուն տորթիկ, սա սիրուն։ Չէ, ինչի եկակ ու ասեցիք մի անգամ, ես կարծերությունը վերցրեք։ Հա, թարգմանի դու ասա որ ասիմ կարծերություն։ Հա, հասկանում եք։ Դե հա, ուրեմ եթե հասկանում եք, պարուսկի կա, դա իա տակ
Սենց ենք անում, այսենց։ Հիմա բոլորս պատրաստվում ենք այս սիրող սրտերի համար, որ ծափեր տակ ես, որ հրավառությունը սկսեց հրավառությունը ծափերը վարձ։ Քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի սիրտս Բացր, իջացր ու ապրես։ Բարեկամներ, կարող եք հավաքվել մեր Հարսուփեսայի 50 տարի միասին նշելու 50 երջանիկ տարիներ, սիրո տարիներ։ Լրիվ հասկանում եք, չէ? Всё понятно, да? Я по-армянски, да, это хорошо, это отлично։ Հիմա ես վառում եմ ձեր մոմերը, այս 50 թիվը, որը ոսկյա է, ոսկուց է։ Բաց թողնել Քո աչքերն են ինձ հաղթել Լավ լինեք, առողջ լինեք, իմացեք, որ ձեր միությամբ ուրախանում են բոլորը, հավաքվել են, ձեր հետ հավասար նշում են, ուրախանում են, առողջ լինեք ու մի հատ 50 տարի էլ ապրեք։ Еще 50 лет будете вместе, я это обещаю, да, я знаю об этом։ Сейчас вместе загадайте желание, սիրով ու հարգանքով, փչեք մոմերը, ծափերը, հավասար, բայց նայեք։ Անունovat սերը իմ հավերժացնես Քանի անգամ գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել Սիրուց այրվելով Քանի սիրո Уже շատ գեղեցիկ ստացվեց, очень красиво получилось։ Да, я видел это всё։ Հիմա այս քաղցրից փոխանցի, ով է ուզում 50 տարի միասին լինի ջահելներից կա։ Ոչ, դուք եք 50 տարի միասին եք լինել, հա։ Հիմա պահը եկավ, որ ձեզ տամ ծաղիկներ, տալիս եմ փեսային, որպեսզի նա նվիրի, այս անգամ բայց ավելի լուրջ կպաճես, ավելի ջիդյար, կգրկես ու Ինչ գնացի կանеш նվիրի պաչիկը, ում ես տալի, Քանի անգամ գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել Սիրուց այրվելով Քանի սիրո հուր է ոնց հավառել իմ մատուրը Երկնային քո պատկերով Քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի Սիրտս փշրելով Բայց քանի դեռ ես ապրում եմ քեզ սիրել է իմ խոստումն է Անսահման ու հավեր սիրով Սերը գնալով ավելացել է, հիմա ավելի շատ ես սիրում, հա? Կարող է հիմա մեր հրաշալի DJ-ի միջնորդությամբ մի հատ սիրո երգ դնենք, տանգո պարեք երկուսով, հա? Ուզես չուզես պարելու ես, յարխուշտա ես պարում։ Հայտնվել Դու ինքը չգիտես ինչքան ես Սրտի շափը մեծացրել Դու հիմա իմ տուն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ եմ Ջայվ, կայվ։ Ջայվ կայվ։ Ապրես դու իմացար էդ ինչա։ Սո։ Ես ինչ պահա, ծաղիկ ենք նվիրում, նոր ծաղիկներ ունի մեր արցիկը, նոր արցիկ։ Այն սերն է, իսկական, ես քեզ խոստանում եմ, այն սերը որ Նոր հյուրեր են գալիս, բարով եք եկել։ Հիմա, սիրով վերաբիրում ենք մեր այսօրվա զույգին, պարելու միասին։ Օրը կրկնել եմ, ես ուզում, քո կողքը այն ինչին սովոր եմ, նորովի է կյանք առնում, դու հիմա իմ տունն ես, իմ տաքու կանկյուն ես, ու ոչ ոք չունի քո աչքերից, արևից պայծառ են, քո ժպիտն ու ձայնը, ջերմանում եմ ես հենց քեզնից, իմ երգն ու քո պարը, հիմա մի աշխարհ են, որտեղ միայն սերն է
հարգանքներս բոլորի, ձեզ բարձր տրամադրություն լավոր, Ղուկաս մեծ աղբեր, բա քո մոտ հարց չառաջացե ում կողմից է մեկը շախուրը դրել, հա? Ով կլինի։ Ուրեմն ուզում եմ հայտարարել, Սոնյա Քույրիկի կողմից եւ հարազատների կողմից։ Գարուներ են իմ սրտում Անոնց մեջ հերթափոխում Ձեր միությամբ ու սիրով նրանք միշտ ուրախացել են, ջերմացել են եւ այդպես միշտ կլինի։ Եթե օտար հյուրեր ունեինք իմ լեզուն չհասկացան, խնդրում եմ կողքի նստած մարդիկ թող թարգմանեն, ստեղ ինչ եղավ այս նոր քույրիկի սերը, ձեր օրհնությունն է։ Միշտ սիրում ա ձեզ ու լավ լինեք։ Մենք էլ գնում ենք բարձր տրամադրություն, լավոր նոր հյուրեր ունենք։ Քոլույսով ελացնում ու գաման Հյուրեր, եկեք, ծափերը բարձր մենք գնում ենք։ Աբլես աղբերս։ Նորմալ փոքր այլ ինձ սպառալու, դերնակ մեծ աղբեր, լամնա։ Ձեզ բարձր տրամադրություն։ Հա։ Արա կային եսել էր ստե, մերոպե, բայ։ Բարեկամներ, ես հայ շամպայն էի տակով անում, բայց շամպայնը կաղայսի տամ դու տաս իրանց։ Այլ ես իրանց համար է։ Հա, Հատը պրոստը պահը չստեսվա որ տայինք, էլի։ Հա, всё, դե մենք գնացինք, հարի։ Ո՞վ է դա բառը կայնել է զաղբեր։ Դե լավ, հա, ոչինչ, կարևորը շամպայնը տվեցինք, շամպայնը կադրի մեջ տալու բան չէր։ Դրա համար թող մնա հետո մի ուրիշ անգամ նստի գնացինք հրաշքայգի բարեկամ։ Միշտ էլ կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ խանգարել ձեր ճանապարհին, բայց իջի կարեք նրանց, չքեք թող գնան ընկերներ, թող գնան ամեն մեկն իր գործով, որովհետև բարին միշտ հաղթում է, Կադիլակը վկա, բարին միշտ հաղթող է, հաղթում է, հաղթել է ու կհաղթի, իսկ մենք բարու կողմնակիցներն ենք, անուշ աղբերներն ենք, գնացինք դեպի հրաշքայգի այս հրաշք ճանապարհներով։